Պետք է հոգ տանել ուժեղացնել խաղաղությունը, Փաշինյանը Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպմանը։ Սումգայիթի ողբերգությունից 38 տարի անց հայտարարություն Հայաստանի արտգործնախարարությունից։ 3 ջերմ այսօր սառը, ինչն է Մոսկվա-Բաքու հարաբերություններում լարվածության պատճառը։ 3 զոհ 2 ամսում բանակում խաղաղ պայմաններում էլ մահվան դեպքեր են գրանցվում։ Եվրամիությունը վիզան որպես մահակ է օգտագործում Վրաստանի դեմ շանտաժի հարցում, կոշտ արձագանք Թբիլիսիից։ Հայտնի է Մոսկվա-Վաշինգտոն-Կիև հաջորդ հանդիպման օրն ու վայրը։ Մինչև 1 միլիոն դրամ փոխանցումը հայտարարագրման ենթակա չէ, ՊԵԿ-ը պարզեցնում է ընթացակարգը։ Գործը շատացել է, փողը քչացել, բուժաշխատողների բողոքի պատճառը։ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան համատեղ կյանքը ավարտված է։ Եվ մարտի 2-ից ամեն օր Արմենիայի եթերում ընտրության ժամն է։ Կան հարցեր, սպասում ենք պատասխաններ։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես, մենք հաղթահարել ենք պատմության այն ցիկլը, որտեղ պետականությունը կորցրել ենք աշխարհաքաղաքական հանգամանքների եւ այդ հանգամանքները մեր վերահսկողությունից դուրս լինելու պատճառով։ Սա վարչապետի հայտարարությունն է Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպմանը։ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ պետք է շարունակաբար հոգ տանել, ուժեղացնել խաղաղությունը, որովհետեւ աշխարհում եւ տիեզերքում ոչ մի բան ստատիկ չէ, իսկ այդ նպատակը Հայաստանի պետականության հարատևությունն է եւ այն, որ Հայաստանը լինի խաղաղ, կայուն, անվտանգ, զարգացած եւ այդ զարգացումը շարունակող երկիր։ Բայց մենք ասում ենք նաեւ, որ պետք է շարունակաբար հոգ տանենք, զարգացնենք, ուժեղացնենք խաղաղությունը, որովհետեւ աշխարհում եւ տիեզերքում ոչ մի բան ստատիկ չի։ Ոչ մի բան նույն կետում չի մնում, ինքը կամ ավելի զարգանում է, կամ ինքը հետընթաց է ապրում։ Միջին վիճակը չկա։ Եվ մեր խնդիրն է, որ մենք Այն ինչ որ արձանագրել ենք, դա զարգանա, մեծանա, ուժեղանա, կայունանա եւ ի վերջո հանգեցնի այն նպատակին, որը մենք մեր առաջ դնում ենք։ Այսօր Սումգայիթյան ջարդերի 38-րդ տարելիցն է 1988-ի այսօրերին, փետրվարի 27-ից 29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական բարձր հովանավորությամբ եւ ուղղորդմամբ իրականացվեց ոճրագործությունների մի շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը։ Հայաստանի արտգործնախարարությունը այսօր Սումգայիթի ջարդերի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ կարդում ենք. 1988-ին ադրբեջանական ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին, ինչից հետո մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվեց Ադրբեջանից։ Ցեղասպանության կոնվենցիայի կիրառելիության եւ միջազգային իրավունքի նախադեպերին են անդրադարձել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված Արցախի հարցով խորհրդարանական հետաքննության հարթակի 3-րդ նիստի ընթացքում։ Հայդատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի զեկույցը հիմնված է եղել տարբեր փուլերում իրականացված Արցախի էթնիկ զտման օրինաչափությունների վրա։ Քննարկման ժամանակ հանձնախումբը կոչ է արել ավելացնել աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը, ընդունել, որ Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ դիտարկված շրջափակման եւ մարդասիրական իրավունքի խախտումների համատեքստում հանգեցրել է էթնիկ զտման, ինչպես նաեւ կիրառել թիրախային պատժամիջոցներ ադրբեջանական վարչակազմի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր պատասխանատու են էթնիկ զտման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստում այսօր քննարկվել են Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում սոցիալական ցանցերում երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին ու Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին, հակազդման միջոցառումները։ Մոսկվա-Բաքու հեռահար դիվանագիտական փոխհրաձգությունը կրկին շարունակվում է, առիթը հին է, բայց Բաքվում կրակը բորբոքել, նոր երանգներ հաղորդել իհարկե լավ գիտեն։ Վերլուծաբանները մինչդեռ կարծում են, որ Մոսկվայի հետ արտաքուստ վատ հարաբերություններ ունենալը ամենևին էլ պատահական չէ։
Սա արևմուտքի աչքին լավ երևալու առիթ է, այսինքն հրապարակավ քննադատություն Ռուսաստանի հասցեին ու բոնուսները տարևմուտքում ավելանում են։ Սա Բաքվի վերջին տարիների մարտավարությունն է տարածաշրջանային ու միջպետական հարաբերություններում։ Այս թեման մեզ Հայաստանում այնքան էլ կարող էր չհետաքրքրել, եթե այս երկուսի հարաբերություններից մենք չտուժեինք։ Նաիրի Մուրադյանի անդրադարձը։ Արցախի հայաթափումը եւ ադրբեջանցիների ռուս խաղաղապահներին Արցախից դուրս հանելը ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջև լարվածություն ստեղծելու պարարտ հող դարձավ։ Ընդհանրապես ըստ փորձագետների Ադրբեջանը Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ցանկություն չունի։ Այս կարծիքն են կիսում նաեւ ռուս վերլուծական ու քաղաքագիտական համայնքի ներկայացուցիչները։ Այդ կոնֆլիկտային իրավիճակը Ռուսաստանի հետ Ադրբեջանին անհրաժեշտ է, դրանից այդ երկիրը անուղղակի օգուտներ է ստանում։ Այդ կերպ Ադրբեջանը կարողանում է նաև իր իմիջը բարձրացնել արևմուտքի աչքին, ինչը շատ օգտակար է այդ երկրի համար։ Այո, այդ լարվածությունն առաջացավ հատկապես ռուս խաղաղապահների Ադրբեջանի պահանջով Արցախից դուրս բերելուց հետո։ Ռուսաստանին դուր չեկավ ադրբեջանցիների գործողությունները, որոնք ուղղված էին ռուս խաղաղապահների դեմ։ Եվ որքան շատ է Ադրբեջանը քննադատում Ռուսաստանին, այնքան ավելի շատ բոնուսներ է ստանում։ Ռուսաստանը հասկանում է, որ ինքը Ադրբեջանի վրա այլևս որպես այդպիսին ազդենելու հնարավորություն չունի։ Քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտված չէ, Ռուսաստանն իր դիրքերը չի կարող ամրապնդել Հարավային Կովկասում։ Որտեղ ամրապնդել որոշ դեպքերում նշանակում է զինուժի կիրառում։ Ռուսաստանը ավելցուկ զինուժ չունի։ Բոլորը Ուկրաինայում են։ Քանի այդ հակամարտությունը չի ավարտվել, Ռուսաստանը չի կարող ակտիվ քաղաքականություն վարել այլ տարածաշրջաններում։ Ադրբեջանից այս անգամ Բայրամովի մակարդակով կոշտ մեսիջներ ուղղվեցին Ռուսաստանի հասցեին։ Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ ադրբեջանական կոշտ հայտարարություններին Մարիա Զախարովան արձագանքեց։ Ռուսական կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ, հետևողականորեն աշխատում ենք ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։ Իհարկե, ինքնաթիռի հետ կապված միջադեպը դա առիթ է, իբր թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատացման համար։ Դա պատճառ չէ։ Պատճառը այն է, որ Ադրբեջանը արդեն ամբողջովին գտնվում է արևմուտքի վերահսկողության ներքո, ինչպես Հայաստանը։ Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցի ակտիվիստներին ծեծ ու ջարդի ենթարկելը ըստ հայ փորձագետների բեմականացված պլանավորված քայլ էր, հենց Ալիևի վարչակազմի կողմից։ Ադրբեջանական հետախուզական ծառայությունները հայտարարեցին, թե ադրբեջանցի ակտիվիստներն ուղղորդված էին Ռուսաստանի կողմից եւ իբրև թե ռուսական գործակալական ցանցի անդամներ են։ Այս ամեն ինչը թատրոններ է, թե որևէ կասկած չունենաք, հետախուզության կողմից այդ անձերի բացահայտումներ ամբողջ բեմականացված է։ Վստահ եմ նույնիսկ, որ այդ անձանց նախապես ընտրել էին, նրանց գործողությունը այսպես ասած նախապես պլանավորել էին, ավելին դրանց անձնական տվյալները միջև այդ արդեն իրենց մոտ կար։ Ըստ քաղաքագետների, եթե Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև լարվածություն լինի, այդ երկու երկրները ի վերջո գալիս են համաձայնության եւ շատ հաճախ այդ հարաբերությունների կարգավորումը ի վնաս Հայաստանի է լինում։ Ռուս փորձագիտական համայնքը սակայն համաձայն չէ այդ մտքի հետ։ Հայաստանը մշակել է իր սեփական ռազմավարությունը եւ հեռանում է Մոսկվայից, ինչ բոնուս կարող է տալ Մոսկվան Ադրբեջանին Հայաստանի հաշվին։ Մենք հակառակ օրինակներն ունենք, որ օրինակ Մոսկվան ցորեն է մատակարարում Հայաստանին Ադրբեջանի տարածքով։ Սա դրական քայլ է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հիմա կառուցում են սեփական հարաբերությունները։ Այնուամենայնիվ պատմության փորձն են մեջբերում հայ քաղաքագետները։ Այն փուլից, երբ ձևավորվեց Ադրբեջան պետությունը, բոլոր որոշումները նաև սովետական տարիներին եւ հետո կայացվել են հօգուտ Ադրբեջանի, ռուսական որոշակի ազգային շահերի սպասարկման համար։ Հայաստանի հաշվին ըստ քաղաքագետի լավություն են անում ուրիշին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ 3 զոհ 2 ամսում սա այս տարի բանակում խաղաղ պայմաններում արձանագրված մահվան արդեն մտահոգիչ դեպքերն են։ Ով է մեղավոր՝ երիտասարդ տղաները, որոնք քաղաքացիական կյանքի բարքերը հաճախ բանակ են բերում, թե բանակում տարիներ շարունակ ծառայող սպաները, որոնք ժամանակին չեն կարողանում կանխել ողբերգական ելքով սցենարները։ Այս դեպքում ովքեր են պատասխան տալիս ծնողին, երբ ողջ առողջ ճանապարհում է տղային, ստանում անշնչացած մարմինը։
Խաղաղ պայմաններում բանակում հերթական զոհի մասին տեղեկությունը տարածվեց նախորդ օրերին։ Շաբաթներ առաջ բանակում եւս մեկ զոհի մասին տեղեկություն էր հայտնվել լրահոսում։ Տարիներ առաջ նման լուրերը բավականին մեծ ռեզոնանս էին առաջացնում հանրության շրջանում։ Հիմա գուցե բացասական լուրերի առատության պատճառով այսպիսի տեղեկությունը գրեթե չի ստանում արձագանք։ Փետրվարի 26-ին հրազենի գործադրմամբ սպանություն է գրանցվել Գեղարքունիքի մարզում տեղակայված մարտական դիրքերից մեկում։ Սպանվել է 19-ամյա զինծառայող։ Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է եւ նա հայտնաբերվել է։ Սովորաբար պատասխանատու պաշտոնյաները բանակում ողբերգական դեպքերի կանխմանն ուղղված քայլերի մասին խոսելիս միշտ ֆիքսում են, որ երիտասարդները գալիս են բանակ քաղաքացիական կյանքից։ Այստեղ մեղքը գցել, որ դուք այսպես ասած ներողություն արտադրության սանտաստիրակ երեխեք եք ուղարկում, մենք էլ չենք կարողանում, սա կարծում եմ սխալ արդարացում։ Եթե մարդը պետության հոգացության խնամքի տակ է, ողջ պատասխանատվությունը տվյալ մարդկանց կյանքի, առողջության եւ իրենց տրված այդ հաստատությունում գտնվելու ժամանակահատվածի կրում է պետությունը, որովհետև նրանք պետության հսկողության տակ են յուրաքանչյուր վարքյան։ Եթե բանակում ոչ կանոնակարգային փոխհարաբերությունների հիմքում այս կառույցի ղեկավարները տեսնում են կրթական, սոցիալական խնդիրներ, որոնք գալիս են քաղաքացիական կյանքից, այդ դեպքում մենք պետք է պարբերաբար լսենք միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքի մասին տեղեկատվություն եւ պետք է ֆիքսենք, թե ինչ են անում, ասենք, ներքին գործերի նախարարության կամ սոցիալական ծառայությունների ներկայացուցիչները, որպեսզի բանակ հասնեն երիտասարդներ, որոնք վաղը չմիսօրը չեն փորձի ոչ կանոնակարգային հարաբերություններ կառուցել եւ միմյանց զրկել կյանքից։ Ենթադրենք բանակը գտնում է, որ այս կոպիտ ասած մատերիալից չեմ կարողանալու ստանամ կուժ, եկեք հասկանանք այդ ինչն է խնդիրը։ Եթե դու կուժ սարքող մասնագետ ես, որովհետև մյուս կողմեն է, թե ինչպիսի ընդհանրապես դու կավագործես, արդյոք դու կավագործես, թե հյուսն ես, ուղղակի ստացվել է բախտի բերմամբ այնպես կամ իրերի բերումով այնպես, որ դու հայտնվել ես բանակում եւ ստիպված անում ես հրամանատարական գործ, օրինակ։ Հենց սա է կարևորագույն խնդիրը՝ կրթված սպայակազմը, որը անձնակազմի հետ աշխատանքում չի վախենա նորարարություններից եւ նոր մոտեցումներից։ Հակառակ դեպքում հին մեթոդներով, նոր համազգեստով կամ նոր զորամասով բանակ չեն բարեփոխի։ Ներքևի հրամանատարը, որ անմիջապես աշխատում է անձնակազմի հետ, իրենք լիազորություններ ավելի շատ են տեղում որոշումներ կայացնելու համար։ Բանակում սպանությունների, ինքնասպանությունների եւ ինքնախեղումների խնդիրը գուցե հնարավոր լիներ լուծել զորամասերում հոգեբանների ինստիտուտի ներդրման շնորհիվ, որի մասին խոսվում է արդեն երկար ժամանակ։ Այդ հոգեբանները այսօր էլ մեծ հաշվով կան, ոչ մասնագետներ են 2-3 ամսով շորան հասկանալ կուրսեր են, հետո գալիս են տակուկ sense ասենք տեղա նստում են, ոչ մի արդյունավետություն չկա։ Ինչ անում է հոգեբանը, ինչքանով է աշխատում։ Հիմա շատ է քննարկվում բանակի բարեփոխումը եւ արդիականացումը, բայց բանակն առաջին հերթին ոչ թե զենքն է, այլ զորքը, զինվոր սպա փոխհարաբերությունները։ Առանց դրանց բարեփոխման բանակի արդիականացման մասին կարելի է մոռանալ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Գյումրի Ախուրիկ, Թուրքիայի սահման եւ Երասխ Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման եւ շինարարության հետ կապված հարցեր են քննարկել Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը եւ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի տեղակալը։ Ռուսական պատվիրակության հետ քննարկման առանցքում է եղել նաեւ ավտոմոբիլային տրանսպորտի, օդային փոխադրումների ոլորտում գործակցության ներկա մակարդակին վերաբերող հարցերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Եվրամիությունը վիզան որպես մահակ է օգտագործում Վրաստանի դեմ շանտաժի հարցում, կոշտ արձագանք Թբիլիսիից, հայտնի է Մոսկվա-Վաշինգտոն-Կիև հաջորդ հանդիպման օրն ու վայրը, մինչև 1 միլիոն դրամ փոխանցումը հայտարարագրման ենթակա չէ, ՊԵԿ-ը պարզեցնում է ընթացակարգը։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը միջազգային լրահոսով։ ԱՄՆ պետդեպը անվտանգության նկատառումներով պայմանավորված որոշել է դուրս բերել Իսրայելում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի մասին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Բացի այդ, սահմանափակվել է նաեւ ԱՄՆ կառավարության աշխատակիցների ուղևորությունները Իսրայելի որոշակի շրջաններ, այդ թվում Երուսաղեմի հին քաղաք եւ Հորդանան գետի արևմտյան ափ։ Սպիտակ տունը միաժամանակ իր քաղաքացիներին հորդորել է հեռանալ Իսրայելից, քանի դեռ կան այդ երկրից կոմերցիոն չվերթներ։ The New York Times-ը գրում է, որ Իսրայելը ակտիվորեն պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ համատեղ հարվածել Իրանին, սակայն հարձակման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։
Չինաստանն էլ խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Իրան մեկնելուց եւ հորդորել է երկրում գտնվողներին հնարավորինս շուտ տարհանվել, վկայակոչելով անվտանգային իրավիճակը։ Այս մասին այսօր հայտարարել է չինական պետական լրատվական գործակալությունը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև աճող լարվածության ֆոնին։ Գրում է Reuters-ը, ի դեպ քիչ առաջ էլ Կանադան է Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ արել հնարավորինս շուտ հեռանալ Իրանից։ Իսկ ռուսական կողմը այսօր հարվածել է Օդեսայի քաղաքացիական եւ նավահանգստային ենթակառուցվածքներին, հայտարարել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը ու նշել, որ հարձակման հետևանքով 2 մարդ վիրավորվել է։ Առավոտյան ռուսական ուժերը հարվածել են նաեւ Սումի քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցին, տուժածների մասին տեղեկություն չկա։ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ուկրաինա ձևաչափով բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում մարտի սկզբին։ Ժնևում Կիևի եւ Վաշինգտոնի պատվիրակների հանդիպումից հետո հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նշել է, թե պատերազմը պետք է ավարտվի, դա է Կիևի եւ գործընկերների դիրքորոշումը, բայց Ռուսաստանը Զելենսկու խոսքով պատրաստ չէ խաղաղության եւ ցանկանում է շարունակել պատերազմը։ Հիշեցնեմ, որ Ժնևում ամերիկյան պատվիրակության հետ հանդիպել է նաեւ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, իսկ ուկրաինական կողմի հետ բանակցությունների օրակարգում եղել է Կիևին տնտեսական աջակցությունը եւ երկրի հետ պատերազմյան վերականգնումը։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը կոշտ գնահատականներ է հնչեցրել ի պատասխան Եվրամիության պահանջների։ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Վրաստանի քաղաքացիներին, սպառնալով կասեցնել առանց վիզայի ռեժիմը եւ փաստացի զոհասեղանին դնում նրանց ազատությունը։ Խոսնակի գնահատմամբ շանտաժի գլխավոր ուղերձը հետևյալն է. վրացի ժողովուրդ, կամ դուք ենթարկվում եք մեր կամքին եւ անում եք այն, ինչ մենք կասենք ձեզ համար, դատավորներ կնշանակենք, կստիպենք օրինականացնել նույնասեռ ամուսնությունները, կընդունենք մեզ ձեռնտու օրենքները, կչեղարկենք նրանք, որոնք մեզ դուր չեն գալիս, կամ էլ դուք ստիպված կլինեք գալ մեր դեսպանատներ վիզա ստանալու համար։ Ահա թե ինչ մակարդակով են նրանք մտածում վրացի ժողովրդի մասին, որ ազատության եւ վիզայի միջև վրացիները ընտրեն վիզան, նշել է Պապուաշվիլին։ Ադրբեջանն ավելացնում է ղազախական նավթի ընդունումը։ Ղազախստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Ղազախստանից նավթի ընդունումը ներկայիս տարեկան 1,2 միլիոն տոննայից հասցնել 2,2 միլիոնի։ Էրլան Ակենժեևը նաև ասել է, որ լրացուցիչ երթուղիների մշակման շրջանակում շարունակում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով ղազախական նավթի փոխադրումը։ Իրանն առաջարկել է աջակցել Աֆղանստանի եւ Պակիստանի միջև երկխոսությանը այն բանից հետո, երբ Իսլամաբադը հայտարարել է, որ հարևան երկրների միջև իրավիճակը հասել է բաց պատերազմի։ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ցանկացած աջակցություն երկու երկրի միջև փոխըմբռնումն ու համագործակցությունը ուժեղացնելու համար։ X սոցիալական կայքում գրել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ի դեպ երկու երկրների միջև նախորդ լարվածության փուլում Իրանը դարձյալ առաջարկել էր իր միջնորդական ծառայությունը։ Կրկին վերադառնանք մեր երկիր, որպեսզի սպառողների հետ կնքվող պայմանագրերում ընկերությունները անարդար պայմաններ չգրեն, կառավարությունը առաջարկում է օրենսդրական փոփոխությամբ ամրագրել, որ նման պայմանն առ ոչինչ կդառնա։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով սա այն դեպքերում, երբ սպառողը ելնելով իր շահերից չի ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենա մասնակցելու փաստաթղթի պայմանների որոշմանը։ Հայկական օրենքը համապատասխանեցնում են եվրոպական ստանդարտներին, սա միության հրահանգն է նրանց հետ ասոցացման փաստաթղթի շրջանակում։ Օրենքը խորհրդարանը ընդունի, այն հետադարձ ուժ չի ունենա, այսինքն մինչև այն անարդար պայմաններով պայմանագրերի հարցը չի լուծի։ Օրինակ, սպառողին իրավունք է վերապահվում սպառողի իր պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում պահանջել պայմանագրի գնի համեմատ անհամաչափ բարձր փոխհատուցում։ Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող միանալու պայմանագրերում վաճառողները կամ ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ։
Ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցված միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները քաղաքացիները կարող են չհայտարարագրել, մինչև այս գումարի շեմը 300,000 դրամներ։ Սրանք վերաբերում են անհատույց կամ պարտքով վերցրած գումարներին։ Ֆինանսների նախարարության կողմից համակարգի պարզեցումից հետո ստացվել է այնպես, որ քաղաքացիների եկամուտների վերաբերյալ տեղեկություն ստանալը շատ դեպքերում չի հաջողելու։ Օրինակ, ինչ գործիքներով է պետք վերահսկել հանդիսավարի ստացած 1 միլիոն դրամից ավելի գումար։ Ֆինանսների նախարարության պաշտոնյան ուղղակի հայտնել է, թե քաղաքացիների մոտ պետք է իրականությունը ներկայացնելու մշակույթ ձևավորվի։ Աշխատանքային միգրանտների դեպքում, եթե օրինակ ամուսինը գումար է արտասահմանից փոխանցում ընտանիքի անդամին, կարգավորումը կլինի հարկային օրենսգրքով, սակայն այդ եկամուտները չեն հայտարարագրվի։ Իսկ Հայաստանում արտասահմանյան կազմակերպության համար աշխատանքից վաստակածը պետք է հայտարարագրել։ Վերում ներկայացնում ասում եք, գիտեք ինչ, այս փոխանցումը իմ ընտանիքի անդամն է փոխանցել։ Այս դեպքում իհարկե հետևանքներ կառաջանան միանշանակ։ Այդ ուսումնասիրությունները կարող են, եթե պարզվի, որ ընտանիքի անդամ չէ, ստեղի ինչի հետ գործ ունեն, որ հստակ հարկերի վճարումից խուսափելու, հարկեր թաքցնելու երևույթ։ Գործը շատացել է, փողը քչացել, բժիշկներն են դժգոհում, որ պարտադիր առողջապահական համակարգի ներդրումից հետո պոլիկլինիկաներում ասեղ գցելու տեղ չկա, քաղաքացիների դիմելությունը ավելացել է, իրենք նույն կերպ սպասարկում են, բայց եթե նախկինում, օրինակ, քաղաքացուն տրամադրած խորհրդատվությունից իրենք մի քանի հազար դրամ էին ստանում, այսօր արդեն մի քանի 100։ Ոլորտային նախարարությունն արձագանքել է, խնդիրները գիտեն, կշտկեն։ Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումից հետո բուժաշխատողների մի մասը դժգոհում է։ Ասում են, ծանրաբեռնվածությունն աճել է, բայց աշխատավարձները նվազել են։ 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող բժշկական գիտությունների թեկնածու Էլիզաբեթ Գրիգորյանն ասում է, դա չպետք է արվեր բժշկի աշխատավարձի հաշվին։ Փաստորեն պետությունը, նախարարությունը շատ քիչ է փոխհատուցում նեղ մասնագետի խորհրդատվության համար գումար։ Եվ մենք դրանից ստանալու ենք փաստորեն շատ չնչին գումար։ Պոլիկլինիկաներում վերջին ամիսներին աշխատանքը զգալիորեն ակտիվացել է։ Համընդհանուր ապահովագրության մեկնարկը մեծացրել է դիմելիությունը, իսկ բժիշկների խոսքով նաև իրենց պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունը։ Առողջապահության նախարարությունը արձագանքել է փոխհատուցումների ուշացման վերաբերյալ հարցերին, հայտարարելով, որ պետպատվերի շրջանակում տրամադրված բուժծառայությունների դիմաց վճարումներն արդեն իրականացվել են։ Ինչ վերաբերում է ապահովագրական փոխհատուցումներին, գերատեսչությունում պարզաբանում են, նոր համակարգի ներդրման առաջին ամիսն է եւ բուժկենտրոններին լրացուցիչ ժամանակ է տրվել հաշվետվությունների ճշգրտման համար։ Արդյունքում մի քանի օր ուշացում եղել է, որը ըստ նախարարության խնդրահարույց չէ։ Փոխհատուցման մեխանիզմն առաջիկայում կներկայացնենք, որ առավել պարզ լինի, փետրվարը կամփոփենք եւ կտեսնենք, թե եւ վիրաբուժական, ընտանեկան բժիշկների, թերապևտների մասով աշխատավարձի փոխհատուցման ինչ պատկեր է, դրական ինչ փոփոխություններ են եղել, որոշ ուղղություններով փոքրիկ հարցերի իհարկե հանդիպում ենք, բայց դրանք հետեւողականորեն դիտարկում ենք եւ լուծում ենք։ Մինչդեռ բուժաշխատողները պնդում են, խնդիրը միայն համակարգային փոփոխությունները չեն, այլ ֆինանսական հատվածը։ Սրտաբանի խոսքով, նոր համակարգում նեղ մասնագիտական խորհրդատվության փոխհատուցումը զգալիորեն նվազել է։ 7500 դրամի մեջ ներառում են հիվանդի զննումը, խորհրդատվությունը, բուժման նշանակումը եւ տվյալների ամբողջական մուտքագրումը առմետ համակարգ։ Եթե մենք միջինում ամեն խորհրդատվության համար ստանում ենք 15000, դրանից ֆիքսված մոտ 30% էր գալիս մեզ, հիմա պետությունը փոխհատուցում է 6000 դրամ, որից մենք ստանալու ենք 700-ից 1500 դրամ։ Իմ կարծիքով այս հաշվարկ կլինի, որոշում կլինի, կարգ կլինի, պետք է վերանայվի եւ անկախ նրանից, թե օրինակ մեր գործընկերների աշխատավարձը կվերականգնվի գոնե վարձագույնը նախկին աշխատավարձի չափով թե ոչ, մենք պետք է մինչև վերջ գնանք, որպեսզի բուժաշխատողը կարողանա արձանաբար պայմաններում աշխատել, գործունեություն ծավալել։ Բժիշկները նաև հիշեցնում են, յուրաքանչյուր 5 տարին մեկ պետք է վերահաստատեն իրենց մասնագիտական հավաստագրերը, հավաքելով 220 կրեդիտ։ Յուրաքանչյուր կրեդիտի համար վճարում են 1000 դրամ, ինչը ևս լրացուցիչ ֆինանսական բեռ է։ Այսպիսով, մինչև նախարարությունը խոսում է տեխնիկական ուշացումների եւ համակարգի կայացման մասին, բուժաշխատողները պահանջում են վերանայել ֆինանսական հաշվարկները։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։
Գնաճային ճնշումները շարունակում են ազդել սպառողական շուկայի տարբեր հատվածների վրա։ Դեղատներում գների աճը նկատելի է, բժշկական սարքավորումները թանկացել են 41%-ով, դեղագործական ապրանքները 3.5%-ով։ Սա նշանակում է, որ առողջապահական ծախսերը շարունակում են աճել լրացուցիչ բեռ դառնալով հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար։ Առողջապահության ոլորտի փորձագետների խոսքով այս ոլորտում գնաճը հիմնականում պայմանավորված է ներմուծվող ապրանքների ինքնարժեքի բարձրացմամբ և արտարժույթի տատանումներով, ինչն էլ հանգեցրել է գնաճին։ Հայաստանում բժշկական սարքավորումների և դեղերի զգալի մասը ներմուծվում է, ուստի միջազգային շուկաներում գների բարձրացումը անմիջապես փոխանցվում է տեղական սպառողին, բացի այդ լոգիստիկ ծախսերի աճն ու արտադրական շղթաների փոխանցումները ևս իրենց ազդեցությունն ունեն։ Եվս մեկ դադար ունենք ու կվերադառնանք րոպեներ անց։ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան համատեղ կյանքը ավարտված է և մարտի 2-ից ամեն օր Արմենիայի եթերում ընտրության ժամն է։ Կան հարցեր, սպասում ենք պատասխաններ։ Մետեոաշխարհ շաբաթն ու կիրակին կանցնեն ակտիվ ցիկլոնի կենտրոնում, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Ինչ եք անելու, եթե հայտնվեք խորհրդարանում և ինչու Հայաստանի քաղաքացին պետք է հենց ձեզ ընտրի։ Որն է լինելու ձեր տեսլականը Հայաստանի ապագայի հարցում։ Սրանք այն պարզ, բայց միաժամանակ կարևոր հարցերից են, որոնց ձեր պատասխանից է կախված քաղաքացու որոշումը։ Եվ այսպես, մարտի 2-ից Արմենիայի եթերում ընտրության ժամն է։ Ուղիղ 15 րոպե, հենց այդքան ժամանակ կունենան քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենց ծրագրերը ներկայացնելու համար։ Եթե ավելի պարզ, ապա հետևյալը։ Մենք տրամադրում ենք հարթակ, դուք որոշում եք ում ընտրել, քանի որ կան հարցեր, որոնք պատասխաններ պետք է ունենան։ Առաջիկա համապետական ընտրությունները սարերի հետևում չեն, հաշված ամիսներ են մնացել ազգային ժողովի ընտրություններին և մինչև քաղաքական ուժերը գեներացնում ու չափում են հնարավորությունները, Արմենիա հեռուստաընկերությունը մարտի 2-ից կսկսի ընտրության ժամը պլատֆորմի հեռարձակումը։ Այս հարթակը օգնության ձեռք է և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող քաղաքական ուժերին և պոտենցիալ ընտրողներին։ Ամենահեռավոր գյուղում ապրող ընտրողն անգամ կկարողանա լսել, տեսնել ու կողմնորոշվել, ով ինչու է ձգտում մտնել խորհրդարան, ով ինչու է ձգտում հասնել քաղաքական մեծամասնությանը։ Արմենիայի սփռման մետրային հաճախականության շնորհիվ հանրապետությունով մեկ ընտրողները հնարավորություն կունենան ծանոթանալ քաղաքական ուժերի նախընտրական օրակարգին, տրամադրություններին ու նրանց ծրագրերին։ Որքան էլ լրագրողները շատ քրքրեն այդ քաղաքական գործիչներին հիմնականում անդիմադիր դաշտից, այդքան նրանք ստիպված կլինեն մտածել եւ գտնել այն լուծումները, որոնք կարեւոր են եւ որոնց տարածումը հասարակության մեջ կդարձնի մեր ընտրությունները մրցակցային։ Եվ մրցակցային ոչ միայն այն առումով, թե ով ինչքան ձայն կհավաքի, այլ ինչ գաղափարներ են գրավիչ դառնալու հասարակության համար։ Եվ այդ առումով եւ բանավեճերը եւ առավել եւս հարցազրույցները լրատվամիջոցներում առաջին հերթին հեռուստաալիքներով, որոնք ամենամեծ լսարանը ունեն, շատ կարևոր է։ Ընտրության ժամը ամենևին նպատակ չունի սևացնել այս կամ այն քաղաքական ուժին, այն իր ինքնատիպ ձեռագրով կառանձնանա մյուս հարցազրույցներից առաջին հերթին հյուրերին խոսքի լայն հնարավորություն տրամադրելով։ Ի դեպ, նրանց համար մշակվել է հատուկ կանոնակարգ, որին հնարավոր է ծանոթանալ ժամը լրատվականի Facebook-յան էջում։ Քաղաքական վճռորոշ մրցապայքարից առաջ հարցազրույցի այս ձևաչափը նպատակ չունի հարցերի միջոցով հյուրին վատ վիճակի մեջ դնելու, ինչպես արվում է այլ հարցազրույցներում, նրան խանգարելով խոսել ու լարվածության մեջ պահելով։ Երբ հյուրն ավելի շատ կենտրոնանում է հարցի վրա, ձգտելով առավելագույնս լավ պատասխանել, քան ներկայացնել իր ծրագիրը։ Ճիշտ հակառակը, ընտրության ժամը հնարավորություն կընձեռի 15 րոպեի ընթացքում պատմել այն, ինչ հյուրն ինքը կցանկանա սեփական անելիքների մասին, առանց քարկոծելու մրցակիցներին եւ պահպանելով քաղաքակրթական էթիկայի նշաձողը, անխոչնդոտ ներկայացնել իր ծրագրերն այնպես, որ դրանք պարզ ու հասանելի դառնան ընտրողին, նաև հիմնավորել, թե որն է իր գերնպատակը եւ հատկապես ինչու է ուզում գնալ հայրենի խորհրդարան, հասնել երկրի առաջին քաղաքական ամբիոնին։ Ինչու է կարևոր այս ձեր նախաձեռնությունը, որովհետեւ ինչքան մարդիկ տեղյակ լինեն, իրազեկ լինեն այս process-ներից եւ հասկանան process-ների էությունը, այնքան դժվար կլինի նրանց մանիպուլացնելը։ Այնքան նրանք պաշտպանված կլինեն ապատեղեկատվական գրոհներից, սա մեկ,
Եվ երկրորդը, սա ուժեղ հնարավորություն է տալիս մարդկանց նաև պատասխանատվություն պահանջելու, որովհետև եթե քաղաքական ուժը հրապարակում է իր ծրագիրը, բացատրում է, այ մենք էս ենք կարևորում եւ մենք հասնելու ենք այս նպատակին այսպես, հետագայում մարդը կարողանում է պահանջել նաև, այ դուք այսպիսի բան եք հայտարարել եւ սա չեք արել։ Այ այս պատասխանատվության կապը, հաշվետվողականության կապը շատ կարևոր է։ Եվ այսպես մարտի 2-ից հունիսի 5-ը երկուշաբթիից ուրբաթ ժամը լրատվական ծրագրից հետո կմեկնարկի ընտրության ժամը։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտը քաղաքական ուժերը հնարավորություն կունենան ընտրողների լայն լսարանի դատին հանձնել իրենց նպատակները, խոստումներն ու ապագա անելիքները։ Այս հարթակը առաջին հերթին հնարավորություն կտա ընտրողին կշռադատել, ծանրութեթև անել եւ երկրի խորհրդարանական կառավարման լծակը տալ միայն արժանավորին։ Էդուարդ Պողոսյան, Սիրանուշ Մուրադյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Օրվա ամենակննարկված լուրով շարունակենք թողարկումը, երկրի վարչապետն ու կինը հայտարարել են համատեղ կյանքի ավարտի մասին։ Աննա Հակոբյանը տեսաուղերձում նաև պատմել է, որ հեռանում է կառավարական առանձնատնից, բայց այնտեղ թողնում է առաջին տիկնոջ կարգավիճակում ստացած նվերները։ Այս եւ օրվա այլ կարևորը հաջորդիվ մեկ տեսաշարում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը հայտնում են քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։ Սոցիալական ցանցերում հրապարակած գրառման մեջ Աննա Հակոբյանը հայտնել է, որ լքում է նաեւ կառավարական առանձնատունը, այնտեղ թողնելով նաեւ առաջին տիկնոջ կարգավիճակում ստացած նվերները։ Բայց մտադիր է շարունակել ղեկավարել Իմ քայլը բարեգործական հիմնադրամը։ Փաշինյանը գրել է, որ հարգում է Հակոբյանի որոշումը։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, միավորելով իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։ Հուշագրով կողմերը հայտարարել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնության թևեր քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին։ Իսկ Հայրենիք կուսակցությունը հայտարարություն է տարածել, ըստ որի չի մասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին, չմասնատելու ընդդիմադիր ձայները։ Կենսաթոշակների 10,000 դրամով բացրացումը քաղաքական որոշում չէ, այլ ուշացած հաշվարկի արդյունք է, որը հնարավոր է դարձել միայն 2025 թվականի տնտեսական աճի վերջնական ամփոփումից հետո, հայտարարել է ֆինանսների նախարարը։ Գերատեսչությունից պարզաբանել են, թե տարվա վերջի արդյունքներով պարզվել է, որ ազատվել է կայուն եւ կանխատեսելի ֆիսկալ տարածք, ինչի հիման վրա 2026 թվականի բյուջեում նախատեսվում են փոփոխություններ։ Դատավորների միությունը հայտարարում է, որ բարձրագույն դատական խորհուրդը սահմանադրությամբ կոչված լինելով պաշտպանել դատական իշխանության անկախությունը, իր վարքով խախտում է հենց այդ առաքելությունը, դատական նիստերը վերածելով քաղաքական ու փաստազուրկ հայտարարությունների հատակի։ Միության հայտարարության համաձայն ԲՏԽ-ում շարունակվող կարգապահական վարույթները կապված դատավոր Դավիթ Հարությունյանի, ինչպես նաև նախկինում Սուրեն Անտոնյանի եւ Արթուր Ստեփանյանի գործերի հետ քննվում են օրենքով չնախատեսված ընթացակարգերով, առանց դատավորների կարգավիճակի եւ երաշխիքների վերականգնման, անտեսելով սահմանադրական դատարանի որոշումները։ Միությունը շեշտում է, որ ԲԴԽ անդամներից մեկի կողմից դատական համակարգը վերից վար կոռումպացված որակելը առանց որևէ միջազգային զեկույցի հղման փաստազուրկ է, վիրավորական եւ վնասում է դատական իշխանության հեղինակությանը։ Դատավորների միությունը նկատի ունենալով, որ ԲԴԽ-ն արդեն իսկ իրավաչափ է համարել այդ արտահայտությունները, կոչ է անում խորհրդին հատկապես դատական նիստերին դասավորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բաբրեի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով։ Խնդիրներից խուսափելու համար ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին բոլորում է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն եւ Գոգավան մաքսային անցման կետերով։ Ամբողջությամբ Ձյան շղթով ու Մերկասառույցով է պատված Նիգավան գյուղից մինչև Մելիք գյուղ տանող մոտ 15 կիլոմետր ճանապարհահատվածը։ Ֆոտոլրագրող Շամփյանը հայտնել է, որ սպասարկող ճանշինը ոչինչ չի ձեռնարկել անգամ աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու համար։ Մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել, իսկ մի քանիսն էլ հայտնվել են ձնակույտում։ Բացի այս, փրկարարները մեծ դժվարությամբ հաղթահարելով մոտ 3 կիլոմետր Մերկասառույց ճանապարհը, Մելիք գյուղից հղի կնոջը հատուկ թրթուրավոր ավտոմեքենայով մոտեցրել են Ծաղկահովիտ բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն առաջարկում է այսուհետև նմուշարումներն իրականացնել հենց ձեր հասցեին։ Տնային կանչի շնորհիվ այլևս ստիպված չեք լինի նմուշարման համար այցելել կենտրոն։ Ձեզ կմոտենա մեր մասնագիտական թիմը։ Այդ մասին հայտնում է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։
Եվ եղանակային կանխատեսումներ, ինչ սպասել հանգստյան օրերին, ավելին կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն տեղումներով, սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, ջերմաստիճանը կնվազի ևս 6 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 1-ից 4 աստիճան ցուրտ, Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 2-ից 5 աստիճան տաքություն, Լոռիում 0-ից 4 աստիճան ցուրտ, Տավուշում 0-ից 2 աստիճան տաքություն, Հարիրատում, Արմավիրում կդիտվի 2-ից 5, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 4-ից 7 աստիճան տաքություն, Սյունիքի նախալեռներում 0-ից 3 աստիճան ցուրտ, Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն տեղումներով, այս գիշեր սպասվում է 1-ից 3 աստիճան ցուրտ, ցերեկը 2-ից 4, երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։